Բարի ուշ երեկո սիրելի հայրենակիցներ, ինչու որոշեցի այս եթերը անել, քանի որ այս վերջին օրերի ընթացքում բազմաթիվ էին մեկնաբանությունները և տեղեկատվությունը կապված ԱԱԾ-ի կողմից կեղծ այդ տեղեկատվության տրամադրման հետ կապված, որոշեցի այս եթերը կազմակերպել և պատմել ձեզ, թե ինչ է կատարվում ԱԱԾ-ում, ԱԱԾ-ի մեկուսարան, որը թեպետ գտնվում է Արդարադատության նախարարության իրավազորության ներքո, այսինքն գործում է որպես Արդարադատության նախարարության հիմնարկ, բայց այնուամենայնիվ դա ԱԱԾ-ի այսպես կոչված պատվալներն են։ Այդ ԱԱԾ-ի պատվալներում պահվում են բոլոր այն կարևոր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ, ովքեր դեմ են կամ այլընտրանքային կարծիք ունեն գործող իշխանության վարած քաղաքականության նկատմամբ և այդ կարծիքը չեն թաքցրել, այդ կարծիքի մասին նրանք հրապարակավ բազմաթիվ ելույթներ են տարածել իրենց կարծիքի վերաբերյալ և այդ կարծիքը դարձել է արդեն հանրային սեփականություն։ Եվ այդ կարծիք արտահայտողներից մեկը իմ պաշտպանյալն է, իմ վստահորդն է, պարոն Վարդան Ղուկասյանը, Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքի քաղաքապետ, Գյումրի քաղաքի ղեկավար պարոն Վարդան Ղուկասյանը։ Դուք իրեն բոլորդ կարծում եմ ծանոթ եք և նրա գործունեությանն եք ծանոթ։ Ես շատ մեծ պատրաստակամությամբ եմ ստանձնել նրա իրավունքների պաշտպանությունը և այդ իրավունքների պաշտպանության ժամանակահատվածում նաև առնչվեցի այսպես կոչված ԱԱԾ պատվալների ղեկավարության հետ։ Ղեկավարության անմիջական առաջնային դեմքն է տիկին Սրփուհի Գալյանը և տիկին Սրփուհի Գալյանը իր պատասխաններով, պաշտոնապես պատասխաններով բազմաթիվ անգամ ինձ փաստացի հայտնեց, որ ըստ էության այդ ԱԱԾ հիմնարկը ոչ թե գործում է պետական ստանդարտներով ընդունված կանոնների ներքո, այլ գործում է ըստ քմահաճույքի և այդ ըստ քմահաճույքը կայանում է հետևյալում։ Օրինակ, կարող են ստուգել պաշտպանի և վստահորդի միջև կոնֆիդենցիալ փաստաթղթերը, այդ թվում ծանոթանալ փաստաթղթերի պարունակությանը, որը գաղտնի է, կոնֆիդենցիալ է և դա նաև միջազգային իրավունքով պաշտպանված տիրույթ է և այս տիրույթը փաստացի կարող են մուտք գործել և իրենց քմահաճույքի ներքո այս տիրույթում որոշումներ կայացնել, օրինակ կոնֆիդենցիալ փաստաթղթերը թույլ չտալ, որպեսզի պարոն Վարդան Ղուկասյանը իր հետ տեղափոխի իր խուծ և այնտեղ խցում այդ փաստաթղթերի հետ կապված աշխատանքներ վարի։ Այս փաստաթղթերը իրենք կարող են ծանոթանալ և անունը դնել որպես զննություն և դեռ քիչ է, որ անունը կարող են դնել զննություն, մերժել այդ փաստաթղթերը վերցնել պարոն Ղուկասյանին իր հետ վերադարձնել այդ փաստաթղթերը, դեռ ավելին ինձ էլ կոպտել, ասել, որ այդ փաստաթղթերը միգուցե պարունակում են այնպիսի տեղեկատվություն, որը արգելված է, օրինակ փախուստի վերաբերյալ տեղեկատվություն, ինչ-որ փախուստի պլան կամ ինչ-որ պոռնոգրաֆիկ նյութեր։ Դուք պատկերացնում եք տիկին Սրփուհի Գալյանի ղեկավարած հիմնարկի կասկածները իմ կողմից տրամադրված նյութի վերաբերյալ։ Այսինքն, այս մարդիկ բացի իրենց վախերը, որը սահմանափակվում են օրինակ նման մեկնաբանություններով, այլ վախեր երևի թե չունեն։ Այսինքն իրենց վախերը կայանում են այդ տիրույթում և այդ վախերի ներքո ըստ էության մերժեցին
տրամադրել այն փաստաթղթերը, որը կոնֆիդենցիալ էին եւ անհրաժեշտ էին մեր աշխատանքը վարելու համար։ Հաջորդը դա նորից Սրբուհի Գալյանի այդ մոտեցումն էր, որը նա արտահայտեց նաև հրապարակավ, այդ թվում նաև ինձ գրելով, որ տիկին դուք սխալվում եք, կայանում էր, երբ ապօրինաբար գողացա, այսինքն խլեցին, հափշտակեցին իմ հեռախոսը։ Տիկին Սրբուհի Գալյանի հիմնարկի հետ կապված, իհարկե, ես հարուցելու եմ տարբեր հայցեր եւ այդ հայցերը շուտով ներկայացված կլինեն դատարաններին։ Տիկին Սրբուհի Գալյանը իհարկե կանչվելու է պատասխանատվության այդ իր վարքագծի համար, այսինքն իր ղեկավարած նաև հիմնարկի աշխատակիցների վարքագծի համար, գործողությունների եւ անգործության հետ կապված։ Հիմա անցնեմ հաջորդ հարցին, որը տիրում է այդ ԱԾ քրեակատարողական հիմնարկներում, պատվալներում։ Ուրեմն ԱԾ հիմնարկներում գոյություն չունի, օրինակ, մարդկանց համար աղոթատեղի կամ եթե մարդը հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ է, ապա նա պետք է մասնակցի ամեն շաբաթյա, այսինքն կիրակնօրյա պատարագին եւ այդ պատարագի մասնակցությունը իհարկե այս քրեակատարողական հիմնարկում ԱԾ պատվալ կոչված քրեակատարողական հիմնարկում հնարավոր չէ։ Ինձ ինչ է պատասխանում տիկին Սրբուհի Գալյանի ղեկավարած կառույցի ներկայացուցիչը, ասում է, գիտեք ինչ, այնտեղ տեղադրված է խաչքար եւ այդ խաչքարի մոտ մարդիկ հնարավորություն ունեն գնալ մոմ վառել, խունկ խնկարկել եւ աղոթել։ Այդ խաչքարը ուրեմն տեղադրված է Արցախյան պատերազմի զոհերի հիշատակի համար մի փոքր սալիկի վրա դաջված խաչ է եւ այդ խաչը գտնվում է ընդամենը այն մուտքի մոտ, որտեղ մենք մուտք ենք գործում դեպի մեր աշխատասենյակները, փոքրիկ խցեր են այդ աշխատասենյակները, որտեղ պետք է հանդիպենք մեր պաշտպանյալների հետ։ Եվ այս մարդիկ, տիկին Գալյանը, կամ չգիտեմ ովքեր են ինձ պատասխանում, այս մարդիկ ինձ հայտնում են, որ գիտեք ինչ, այդ խաչքարի մոտ ցանկացած կալանավոր անձ կարող է օրինակ աղոթել, մոմ վառել եւ այլն։ Մինչդեռ դա հնարավոր չէ, որովհետեւ դա ուղղակի անցակետի տարածքում տեղադրված սալիկի վրա դաջված մի խաչքար է, որը իհարկե հնարավորություն չի ընձեռում մարդուն աղոթելու կամ պաշտամունքի ծեսը կատարելու համար, այսինքն կամ մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդը չի կարող այդտեղ իր աղոթքները իրականացնել, որովհետև դա անցակետին հարող տարածքում գտնվող խաչքար է։ Այս մարդիկ ինձ այդպես են մեկնաբանում։ Ես հասկանում եմ, որ իրենք գիտելիքներից զուրկ են, չգիտեն ինչպես է տեղի ունենում պատարագը հայ առաքելական Սուրբ եկեղեցում, իրենք չեն իմանում այդ ամենը, երբեք չեն մասնակցել հավանաբար պատարագի, ես դա հասկանում եմ, բայց անկախ նրանից, որ նրանք դա չգիտեն, նման գիտելիքներից զուրկ մարդիկ չեն կարող աշխատել, օրինակ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում։ Տիկին Գալյան, հետևաբար այն, որ դուք պնդում եք, որ դուք ունեք բարձր գիտելիքներ, շատ լավ եք սովորել, ես այդ կարծիքը ձեր չեմ կիսում, ես կարծում եմ հակառակն է, դուք գիտելիքները այդ մասով լիարժեք չեք տիրապետում գիտելիքներին եւ այդ մասով ձեր գիտելիքները ցավում եմ, բայց պակաս են, դուք կարիք ունեք այդ մասով գիտելիքներ առնելու եւ շտկելու իրավիճակը կամ իհարկե ճիշտ կլինի, որ դուք թողեք այդ պաշտոնը, հրաժեշտ տաք պաշտոնին
եւ մի ավելի գիտակ խելացի անձնավորություն գա եւ ղեկավարի Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարությունը։ Հիմա անցնեմ մեր նախարարությանը, այսպես ասած, կից ԱԱԾ քրեակատարողական ծառայության ԱԱԾ պատվալների պայմաններին։ Ուրեմն պայմանները դա խայտառակություն են, այնպիսի պայմաններում են պահում կալանավորներին, օրինակ 15 քառակուսի մետր խցում գտնվում են միաժամանակ միասին 4 կալանավոր, այդ 4 կալանավորներից մենք դեռ չգիտենք այդ կալանավորների պատմությունը ինչպիսին է, այսինքն կա հստակ օրենքով սահմանված պայման, որ նախկինում դատապարտված է, չի կարող գտնվել այն կալանավորի հետ, որը երբևիցե դատապարտված չի եղել։ Բացի այդ, ծխողները չեն կարող գտնվել, օրինակ, չծխողների հետ, դա նույնպես արգելված է, ոչ միայն էսթետիկ եւ կալանավորների պայմանների հետ կապված, այլ նաեւ առողջական տեսանկյունից դա ուղղակի արգելված է, երբ ծխող մարդը գտնվում է, ապրում է նույն խցում, ինչպես չծխողը։ Հիմա 15 քառակուսի մետր խցում պահվում է 4 կալանավոր, բացի այդ դուք պատկերացնում եք 24 ժամ շարունակ մարդիկ փակի տակ գտնվում են 15 քառակուսի մետր խցում, որտեղ նաև գտնվում է իրենց, այսինքն կենցաղը այդտեղ են իրենք վարում, նաև այդտեղ է գտնվում իրենց, օրինակ, կարևոր նշանակության մարդու բնական կարիքները հոգալու համար, ինչպես կասեր իմ տատիկս, պետքարանը, այսինքն պետքարանը գտնվում է նույն 15 քառակուսի մետր խցում եւ այդ պետքարանը մարդկանց մնացած բնակելի, այսպես կոչված մահճակալից կամ ուտելու փոքրիկ այդ սեղանից գտնվում է մի քանի մետր հեռավորության վրա եւ այդ պետքարանը առանձնացվում է այդ սեղանից ուտելու ուղակի բարակույրով եւ 4 մարդ այդտեղ բնակվող նույն այդ վայրում օգտվում են եւ այդ պետքարանից եւ նույն այդ վայրում գտնվող փոքրիկ հաց ուտելու սեղանից եւ այդ խուցը ունի ընդամենը 2 փոքրիկ պատուհան եւ չունի օդափոխության հնարավորություն։ Այս պայմաններում պարոն Վարդան Ղուկասյանին պահում են ավելի քան արդեն 2 ամիս, հոկտեմբերի 21-ից սկսած պարոն Ղուկասյանը գտնվում է այդ խցում, այդ ԱԱԾ պատվալ կոչեցյալում, որ հիշում եք ինչպես էր հայտնին աղմկում ազգային ժողովում, որ ինչ պետք է անի, բոլորին պետք է շպրտի այդ ասում էր, չէ, տանելու եմ, լցնելու եմ, ԱԱԾ պատվալները եւ այլն։ Հիմա այս գործողությունը ըստ էության կատարվել է եւ այս գործողության հետևանքով մենք նաեւ ավելի մոտ ծանոթացել ենք այս ԱԱԾ կոչեցյալ պատվալների պայմաններին եւ վաղուց պետք է այդ ԱԱԾ կոչեցյալ պատվալները փակված լինեին, վաղուց իհարկե ես արել եմ բարձրաձայն առաջարկ, որ այդ ԱԱԾ պատվալները պետք է վերածվեին թանգարան, այսինքն ամբողջ այդ տարածքը պետք է վերածվեր թանգարանի եւ անունը պետք է լիներ անցյալի բռնաճնշումների վերաբերյալ թանգարան եւ այդտեղ մենք պետք է ցուցադրեինք, թե ինչպիսին են եղել մարդկանց նկատմամբ բռնաճնշումները եւ դասախոսություններ նաեւ այդ ուղղությամբ պետք է տրամադրեինք երիտասարդ սերունդին, որպեսզի այլևս այդ ԱԱԾ պատվալներ հասկացողությանը եւ ընդհանրապես ԱԱԾ, ԿԳԲ, ՆԿՎԴ այդ հասկացողությունները լինեին մնային անցյալում եւ դրանք լինեին միայն պատմության առարկա
եւ չառնչվեին մեր առօրյա կյանքին, բայց պարզվում է, որ այս ԱԱԾ-ականները այսօր էլ են արդիական, օրինակ ինչ որ հարցումների ներքո կարող են տրամադրել ինչ որ կեղծ փաստաթղթեր, այն էլ գրված հայերեն լեզվով, մինչդեռ այդ ԱԱԾ-ն այդ մեր անցյալի NKVD-ն է, NKVD, KGB եւ այսօր դարձած արդեն ԱԱԾ եւ փաստացի առավոտ որ մենք գնում ենք մեկուսարան եւ այդ ժամանակ որ սպասում ենք թե երբ են մեզ մուտքը ապահովելու դեպի ԱԱԾ մեկուսարան, ես տեսնում եմ այնտեղ բավականին երիտասարդ սերունդի ներկայացուցիչներ, հայեր են այդ երիտասարդ սերունդի ներկայացուցիչները եւ այդ երիտասարդները երևի 25-26 տարեկան, այսինքն մարդիկ, ովքեր հավանաբար ռուսերեն գրել կարդալ չգիտեն, դա ժամանակի նաև առաջադրանքն է, որ նրանք չգիտեն հայերեն գրել, ռուսերեն գրել կարդալ եւ իրենց պատկերացումներով այդ NKVD, KGB ժամանակին այդպիսի կեղծ տեղեկանքներ, որ պատրաստել էին, նրանք իրենց պատկերացումներով կարծել են, թե հայերեն պետք է գրվեր, դա էլ ինչ որ մեկը չի եղել հավանաբար մի ինչ որ բաժանմունքի ղեկավար, որը լիներ ավելի տարիքով սերունդի ներկայացուցիչ, որը ասել, որ գիտեք ինչ, գոնե հայերեն մի գրեք, այդ կեղծ տեղեկանքը եթե պատրաստում եք, այլ կեղծ տեղեկանքը պետք է գրվի ռուսերեն լեզվով։ Նույնիսկ հավանաբար այդպիսի ղեկավար չեն ունեցել, որպիսի այդ տեղեկանքին գոնե ռուսերեն լեզվով կեղծիքը պատրաստած լինեին։ Սա այդ տեղեկանքի մասով, իդեպ ասեմ, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում մենք չենք ընդունել օրենք լյուստրացիայի մասին, այսինքն մենք չենք օրենքով բացահայտել բոլոր այն ագենտներին, այդ KGB-ի, NKVD-ի այսպես կոչված ագենտներին, հետևաբար այսպիսի կեղծ տեղեկատվությունը մեզ պետք է իհարկե չշեղի, դա շարունակում է մնալ արդիական, նաև այդ օրենքի ընդունումը լյուստրացիայի մասին, ես բազմաթիվ փորձեր արեցի այդ օրենքը որպեսզի ընդունվեր, բայց այդ օրենքը իհարկե մերժվեց, որովհետև գիտեք մերժողների մեջ մերժողներից մեկը ինձ ինչ հայտնեց, ասեց, որ մենք եթե նման օրենք ընդունենք, ապա մեր մեջ կլինի բավականին մեծ ցնցում, որովհետև ոչ մեկ չգիտի, թե որ մեկն է KGB-ի ագենտ, որ մեկը ոչ, որովհետև դուք համոզված եք, ինձ էին ասում, որ ձեր մերձավոր շրջապատում այդպիսի ագենտներ չեն լինի։ Ես ասացի, որ ես համոզված եմ իմ շրջապատի հետ կապված, հավանաբար դուք համոզված չեք, եւ դա է ձեր մտավախությունը, բայց այնուամենայնիվ, եթե մենք ցանկանում ենք դառնալ իրապես անկախ, ազատ եւ ինքնիշխան պետություն, ապա իհարկե մենք պետք է ունենանք նաեւ նման օրենք, մաքրվենք նաեւ այդ ագենտներից, բայց դա ապագայի հարց է եւ հենց դրանով է նաեւ պայմանավորված մեր պետության անկախությունը։ Այսքանով այսօրվա եթերը կավարտեմ, վաղը հավանաբար կշարունակեմ, այսքանը, ստեսություն։